Երեք գիտակից արշավով գնացել էինք օրգով, տեսնելու Պարիս հերունու ռադիոօպտիկական աստղադիտակը։ Մենք հանդիպեցինք Վահագի հետ։ Նա մեզ պատմեց իր հայրիկի, Պարիս հերունու կյանքի եւ անցած բարդ ճանապարհի մասին։ Ամեն գնալուց տեսնում եմ, որ մի բան պակասում է։ Ես հաճախ փորձում եմ Վահագի տեսանկյունից նայել այս հարցին։ Պատկերացնում եք ինչ են ազգում, երբ իր աչքի առաջ ուղակի վարի է գնում այն ամենը, ինչը իր հայրիկը տարիներ շարունակ պայքարել է, որ ստեղծվի Հայաստանում։ Գիշեր-ցերեկ աշխատել ու կառուցել է սա, այն էլ սովետի ժամանակ։ Ու այսօր այս ամենը ուղակի ժանգոտում է, ու ոչ ոքի պետքն էլ չի, հերիք չի, մի հատ էլ հայերը գալիս ու վնասում են։ Գիտակից արշավի համար սա ուղակի գալ, մի բան տեսնել չի, այլ գալ, տեսնել, վերարժևորել ու ինքներս մեզ հարց տալա, ով էինք մենք եւ ով ենք դարձել։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան ու գնահատեն սա, նենց ոնց գնահատում են իրենց հայրիկի ստեղծածը։ Չէ՞ որ Պարիս հերունին էլ ժամանակի մեր մեծն է, մեր մտավորականն ու մեր հայրիկն է։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե ինչի հետևանքով ստեղծագործից վերածվեցինք ավերողի։